Կաթոլիկ աշխարհը ներողություն է պահանջում աշխարհի թիվ 1 գերտերության նախագահից։ Սկանդալը սկսել է Թրամփը հայտարարելով, թե չի համակրում Հռոմի Պապին, իսկ դրա պատճառն այն է, որ Հռոմի Պապը քննադատել է ամերիկա-իսրայելական հարձակումը Իրանի դեմ։ Դեռ ավելին, Թրամփի կարծիքով հենց ինքն է նպաստել, որ այսօրվա Պապն իր պաշտոնին հասնի։ Truth Social-ի իր էջում Թրամփը գրել է. «Եթե ես Սպիտակ տանը չլինեի, Լեոն Վատիկանում չէր լինի»։ Թրամփը նաև մեղադրել է Պապին միջուկային հարցերում թույլ դիրքորոշում ունենալու մեջ։ Ծագումով Չիկագոյից Հռոմի Պապ Լեո 14-րդը, ով հայտնի է իր չափավոր և զգուշավոր արտահայտություններով, վերջին շրջանում ավելի բաց է դարձել իր դիրքորոշումներում։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը արդեն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին, նշելով, որ դա իրեն չի վախեցնում։ Ի դեպ, Թրամփը լարված հարաբերություններ ուներ նաև նախորդ Պապի Ֆրանցիսկոսի հետ, քանի որ վերջինս քննադատել էր նրա ներգաղթային քաղաքականությունը։ Դրան ի պատասխան Թրամփը 2016 թվականին Ֆրանցիսկոսին անվանել էր ամոթալի։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփը ընդդեմ Հռոմի Պապի Քրիստոսին քննադատելուց այս անգամ հրաժարվեց։ Գերհզոր ահեղ փոթորիկը շարժվում է դեպի ամերիկյան կղզիներ։ Կալիֆոռնիայի երկնքում որոտ, կարկուտ և անակնկալ տաքացում։ Որոտու փոթորիկ կոնգրեսում սկանդալի կենտրոնում միանգամից մի քանի անուն է հայտնվել։ Լոս Անջելեսի դպրոցները պատրաստվում են վատագույն սցենարին։ Խաղաղօվկիանոսում նոր հարված ենթադրյալ թմրավաճառների դեմ։ Թրամփի 10 միլիարդանոց հայցը մերժվեց։ Տիեզերագնացի հավատարիմ շունը համացանցի աստղ։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, երկրորդ հատվածում Անու Հարությունյանը պատմելու է աշխարհը գրավող թուրքական ցանցի մասին։ Այն նաև ԱՄՆ-ում է գործում, դուք կարող եք չհավատալ, նրանց վտանգավոր չհամարել, սակայն հավատացեք, դրանով չեք դադարի մնալ նրանց թիրախը։ Մանրամասներին սպասեք թողարկման երկրորդ հատվածում։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ այսօրվա հաղորդումը սկսենք արդեն մեր կողմից սիրելի դարձած ԱՄՆ-ում ստեղծված հայկական բիզնեսների թեմայից, քանի որ համոզված եմ, որ դուք նույնպես մեզ նման հպարտանում եք հայ ձեռնարկատերերի հաջողություններով։ Լոս Անջելեսում գործող Vivaldi Catering ընկերությունը, որն ունի ընդամենը 1.5 տարվա պատմություն, արդեն հասցրել է գրանցել նկատելի արդյունքներ եւ արժանանալ ոչ միայն հայ, այլև Ամերիկայում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչների ուշադրությանը։ Ընկերության ծառայությունները հաճախորդների շրջանում առանձնացել են մատչելի գնով, ինչպես նաեւ ուտեստների թարմությամբ եւ իհարկե համով։ Աղբյուրների համաձայն ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը Vivaldi Catering-ին առաջարկ է ներկայացրել համագործակցության վերաբերյալ, որի շրջանակում քննարկվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հնարավոր գործարք։ Քննարկումները դեռ շարունակվում են։ Vivaldi Catering-ը առաջարկում է հատուկ փաթեթներ, որոնք էլ մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ, օրինակ 12 անձի համար նախատեսված ծառայությունը, որը ներառում է 12 տեսակի աղցան եւ 5 տաք ուտեստ, արժե $300։ Ընկերության ներկայացուցչի խոսքով նման առաջարկը նպատակ ունի ավելի հասանելի դարձնել քեթրինգի ծառայությունը լայն շրջանակների համար։ Թրամփը Սպիտակ տանը դորդաշարակում է ստացել ու հնդածը սայթ կենցաղային դրվագը վերածել քաղաքական ուղերձներ հղելու հարթակի։ Նախ ինքն իրեն գովել է իր հանճարեղ տնտեսական քաղաքականության համար, ապա արագ անցել է արտաքին քաղաքականության ամենաթեժ թեմաներից մեկին՝ Իրանի շուրջ զարգացումներին։ Վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել, Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Նրա խոսքով բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Իրանը վերջիվերջո կհամաձայնի այդ պայմանին, հակառակ դեպքում որևէ համաձայնագիր չի կնքվի։ Ընդգծել է, որ Վաշինգտոնն Իրանի նկատմամբ արդեն գործարկել է տնտեսական շրջափակումը։ Նրա խոսքով Իրանը ներկայումս գործնականում չի կարողանում նավթ վաճառել, ինչը կարող է Թեհրանին ստիպել վերադառնալ բանակցություններին։ Հորմուզի նեղուցի հարցում Թրամփը լավատես է, նա նշել է, որ Միացյալ Նահանգները ինքնին կախված չէ այդ էներգետիկ ուղուց, քանի որ ունի բավարար նավթ եւ գազ, բայց միջազգային շուկան կախված է այդ նեղուցից եւ հենց այդ պատճառով Վաշինգտոնը ցանկանում է բացառել որևէ մեկի վերահսկողությունը այդ կարևոր նեղուցում։
Իրանի նախագահը ևս խոսել է բանակցությունների հնարավորության մասին, նա Մակրոնի հետ զրույցում նշել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել միջազգային իրավունքի շրջանակում։ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը պաշտպանում է իր ժողովրդի իրավունքները։ Թեհրանը զգուշացրել է նաև ԱՄՆ-ի սպառնալիքների հետևանքների մասին։ Իրանի նախագահը կարծում է, որ ռազմական ուժն այստեղ անարդյունավետ գործիք է։ Նա հիշեցրել է Թրամփի Հորմուզի նեղուցը փակելու սպառնալիքը։ Ըստ տեղեկությունների, այս շաբաթվա ընթացքում Պակիստանի մայրաքաղաքում կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը առաջին փուլի ձախողումից հետո։ Պաշտոնապես հրադադարը շարունակվում է։ Հորմուզի հարցում ԱՄՆ-ի դիրքերն այնքան ամուր չեն, որքան փորձում է ներկայացնել Թրամփը, նավթատար տանկերները սկսել են փոխել իրենց երթուղիները։ Մասնագետների կարծիքով նման շրջափակումը պետք է լինի պաշտոնապես հայտարարված, հավասարապես կիրառվի բոլոր նավերի նկատմամբ եւ չխոչընդոտի մարդասիրական բեռների, սննդի եւ դեղորայքի մատակարարումները։ Հակառակ դեպքում այն կարող է դիտարկվել որպես միջազգային իրավունքի խախտում։ Միջազգային արձագանքը չի ուշացել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պետք է պահպանվի եւ անթույլատրելի է հայտարարել ցանկացած քայլ, որը հակառակ է այդ սկզբունքին։ Ավելի զուսպ, բայց հստակ դիրքորոշմամբ են հանդես եկել նաեւ Չինաստանն ու Պակիստանը, կոչ անելով պահպանել հրադադարը եւ շարունակել բանակցությունները։ Համաշխարհային մատակարարման շղթայում նավթի պաշարները կսպառվեն ապրիլի 20-ին։ Մասնագետներն արդեն կոնկրետ ամսաթվեր են նշում։ Հորմուզի նեղուցով անցնող նավերի քանակը կտրուկ նվազել է, օրական անցնում է 10-ից պակաս նավ։ Եթե նեղուցը լիարժեք չգործի, համաշխարհային տնտեսությունը անդառնալի վնասներ կկրի։ Իսկ նեղուցը բացելու փոխարեն կրկնակի է փակվել։ ԱՄՆ-ն սկսել է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։ Արդյունքում շաբաթվա սկզբին ամերիկյան նավթը թանկացել է 2.6, Brent-ը 4.3%-ով։ Բենզինի գինը շարունակում է աճել, սպառողների համար այն հասել է 4.12 դոլարի։ Սակայն ֆոնդային բորսաներում լավատեսություն կա, S&P 500 ինդեքսը աճել է ավելի քան 1%-ով։ Միջազգային շուկայում անորոշությունը խորանում է ԱՄՆ-Իրան փոխադարձ սպառնալիքների աճի հետ։ Իրանական նավերը կոչնչացվեն, եթե փորձեն ճեղքել ԱՄՆ շրջափակումը, հայտարարել է Թրամփը։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ սպառնացել է բենզինի նոր թանկացումներով, նշելով, որ այլևս անհնար է վերադառնալ վառելիքի գների նախապատերազմական մակարդակին։ ԱՄՆ նախագահը արդեն ոչ միայն Հռոմի Պապի, այլև Քրիստոսի փառքից է ուզում մաս ունենալ։ Թրամփի սոցցանցային էջում լուսանկար էր հրապարակվել, որում նախագահը պատկերված էր Հիսուսի կերպարով։ Նա ձեռքը դրել է հիվանդի ճակատին, գլխավերևում լույսի պսակն էր, ֆոնին ԱՄՆ դրոշը եւ ազատության արձանը։ Սա մեծ դժգոհություն էր առաջացրել, անգամ նրա համակիրներն են դեմ արտահայտվել։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը բացատրություն է տվել, նա պնդել է, որ լուսանկարը բժշկի մասին է։ Նա լուսանկարը ջնջել է շփոթմունքից խուսափելու համար, բայց սա Թրամփի աստվածացման առաջին օրինակը չէ։ Նա ավելի վաղ զատիկի միջոցառման ժամանակ հիշատակել էր իրեն որպես թագավոր, իրեն համեմատելով Հիսուսի հետ։ Այս պահին տարվա ամենահզոր թայֆունն է մոլեգնում Խաղաղ օվկիանոսում, գերհզոր Սինլակու թայֆունը արդեն հարվածում է ամերիկյան հեռավոր կղզիներին։ Քամու արագությունը հասնում է 174 մղոնի, այն կանցնի Ռոտա, Տինյան եւ Սայպան կղզիների վրայով։ Կանխատեսվում են ավերիչ քամիներ եւ ջրհեղեղներ։ Գուամում արդեն տեղում են հորդառատ անձրևներ, տեղի իշխանությունները հրամայել են մնալ տներում։ Թրամփը հաստատել է արտակարգ իրավիճակի հայտարարումը, արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը արդեն գործում է, նրանք տեղակայել են հարյուրավոր մասնագետներ եւ պաշարներ։ Թեև ներքին անվտանգության դեպարտամենտի աշխատանքը դադարեցված է, օգնությունը շարունակվում է, անվտանգության հարցերը մնում են գերակա։ Կղզիներում տեղակայված են նաեւ ԱՄՆ ռազմական բազաներ, զինվորականները պատրաստվում են փոթորիկի հնարավոր հետևանքներին։ Կանխատեսումները վկայում են, որ հարվածը կլինի ծանր։ Բնակչությունը հուսով է, վնասները կլինեն նվազագույնը։ Փրկարարական աշխատանքները սկսվելու են փոթորիկի հանդարտվելուն պես։ Կղզիների հեռավորությունը դժվարացնում է մատակարարումները։ Հարավային Կալիֆոռնիան ևս զբաղվել է անկայուն եղանակային պայմանների, շաբաթվա սկզբից սկսվել են անձրևները, որոտը եւ կարկուտը։ Ազգային եղանակային ծառայության Լոս Անջելեսի գրասենյակը զգուշացրել է հնարավոր ջրհեղեղների մասին։ Որոշ վայրերում հնարավոր են հոսանքազրկումներ քամու հետևանքով։
Եղանակը կսկսի չորանալ երկուշաբթի գիշերվանից։ Շաբաթվա մնացած մասին եղանակը կլինի չոր։ Լուրջ փոփոխություններ սպասվում են առաջիկա հանգստյան օրերին։ Ծովային քամիները կվերադառնան ուրբաթ օրվանից։ Շաբաթ օրը ջերմաստիճանը կբարձրանա։ Տաքացումը կզգացվի Լոս Անջելեսում, Սան Ֆերնանդո հովտում եւ Օրենջ շրջանում։ Կոնգրեսը վերադառնում է արձակուրդից ու միանգամից հայտնվում փոթորիկի կենտրոնում։ Օրակարգը լի է բարդ հարցերով։ Թրամփը պահանջում է լուծել ներքին անվտանգության դեպարտամենտի ֆինանսավորման հարցը։ Նա ցանկանում է նույն փաթեթով լուծել նաև ICE եւ սահմանապահ բարեկային ծառայության ֆինանսավորման հարցը։ Դեմոկրատները մերժում են այս առաջարկը, հանրապետականները փորձում են գործը գլուխ բերել միայնակ։ Իրանի պատերազմը նույնպես օրակարգի կենտրոնում է։ Թրամփը ռազմական ուժեր է տեղակայում տարածաշրջանում, դա վտանգում է նավթային ուղիները։ Սենատի փոքրամասնության ղեկավարը դեմ է պատերազմին, նա ասել է, այս պատերազմը մեզ ավելի վատ վիճակում է դրել։ Հանրության մեծամասնությունը նույնպես դժգոհ է այս գործողություններից։ Կոնգրեսը փորձում է սահմանափակել նախագահի ռազմական լիազորությունները։ Սպասվում են լարված քննարկումներ եւ քվեարկություն։ Միաժամանակ Լրանում է օտարերկրյա հետախուզության հսկողության ակտի 702-րդ բաժնի ժամկետը։ Օրենքը թույլ է տալիս գաղտնալսել օտարերկրացիներին։ Իրավապաշտպանները պահանջում են պաշտպանել ամերիկացիների գաղտնիությունը։ Կոնգրեսը շտապում է լուծումներ գտնել մինչև ապրիլի 20-ը։ Առաջիկա օրերը կլինեն չափազանց թեժ եւ վճռական։ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար պայքարից դուրս գալուց հետո Էրիկ Սվալվելը կարող է դուրս գալ նաև կոնգրեսից, նա հրաժարական է տալիս։ Սվալվելին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ։ Պատգամավորը խոստովանել է իր անցյալի սխալները։ Նա միաժամանակ պնդում է, որ մեղադրանքների մի մասը սուտ է։ Կոնգրեսի նախկին խոսնակը գովել է Սուալվելի որոշումը, սակայն գործը կարող է այդքանով չավարտվել։ Քաղաքականից բացի կոնգրեսականի նաև դատական պատասխանատվություն է սպասվում։ Նյու Յորքի դատախազությունը արդեն հետաքննում է հանցավոր միջադեպը։ Սուալվելի հրաժարականի պաշտոնական գործընթացը դեռ չի ավարտվել։ Նա պետք է դիմում ներկայացնի պալատի խոսնակին։ Կոնգրեսականի աշխատակազմը առայժմ շարունակում է աշխատել իր գրասենյակում։ Ի դեպ, Սուալվելը կարող է կոնգրեսից միակ հեռացվածը լինել։ Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև Թեքսասից Թոնի Գոնսալեսին։ Նա խոստովանել է իր անբարոյական կապը աշխատակցուհու հետ։ Հեռացում սպառնում է ևս երկու կոնգրեսականի։ Վերջիններս մեղադրվում են դաշնային միջոցներ գողանալու մեջ։ Մեկ կարևոր լուր կալիֆոռնիական լրահոսից։ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը պատրաստվում է վատագույն սցենարին։ Ուսուցիչների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն հիմնական համաձայնություն դեռ չկա։ Ծնողները անհանգիստ են, եթե դպրոցները փակվեն, կգործեն հատուկ աջակցման ծրագրեր։ Իշխանությունները հոգացել են երեխաների կարիքների մասին, կան նաև առցանց ուսուցման հնարավորություններ։ Դպրոցների փակման դեպքում կգործի անվճար սննդի ծրագիր, շրջանը սպասարկում է 100 հազարավոր աշակերտների։ Շատ ընտանիքների համար սա սննդի հիմնական աղբյուր է, կբացվեն վերցրու եւ գնա սննդի կետեր։ Դրանք կգործեն առավոտյան ժամը 8-ից մինչև 12-ը։ Լոս Անջելեսի շրջանի այգիները նույնպես կտրամադրեն անվճար նախուտեստներ, ծրագիրը կգործի մինչև մայիսի 22-ը։ Ընտանիքները կարող են զանգահարել 211 հեռախոսահամարին տեղեկություն ստանալու համար։ Կգործեն նաև բժշկական կլինիկաներ։ Դպրոցական շրջանը փորձում է մեղմել լարվածությունը։ Ծնողներին հորդորում են հետևել պաշտոնական հայտարարություններին։ Խաղաղ օվկիանոսում հերթական նավն է խոցվել ԱՄՆ զինված ուժերի կողմից, ըստ պաշտոնական վարկածին նավակը թմրանյութ էր տեղափոխում, երկու մարդ է զոհվել այդ հարձակման հետևանքով։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը հաստատել է լուրը։ Նրանք զոհերին անվանել են նարկո-ահաբեկիչներ։ Նախորդ օրը նմանատիպ հիմնավորմամբ մեկ այլ նավակ էր խոցվել, 5 մարդ զոհվել էր, մեկը վիրավորվել։ Թրամփի վարչակազմը կարտելները որակել է ահաբեկչական խմբավորումներ ԱՄՆ-ին ֆենտանիլ մատակարարելը պատերազմական գործողություն, սակայն զոհվածների ընտանիքները վիճարկում են այս մեղադրանքները։ Դեմոկրատ կոնգրեսականները նույնպես կասկածի տակ են դնում գործողության օրինականությունը։ Նրանք պահանջում են պատշաճ իրավական ընթացակարգեր։
Դաշնային դատավորը մերժել է Թրամփի հայցը, նախագահը պահանջում էր $10 միլիարդ Wall Street Journal-ից։ Բեջջի առարկան Էփշթեյնին ուղարկված ծննդյան բացիկն է։ Թերթը գրել էր, թե բացիկը ներառում է Թրամփի ստորագրությունը։ Թրամփը դա որակել էր զրպարտություն և հսկայական փոխհատուցում պահանջել։ Դատավոր Դարին Գեյսը հայտնել է, որ հայցը չի բավարարում չափանիշներին։ Նա նշել է, որ թերթը նախապես փորձել է ստուգել տեղեկությունը, ըստ դատավորի հիմքեր չկան թերթին չարամտության մեջ մեղադրելու համար։ Թրամփի փաստաբանները պնդել էին, թե բացիկը գոյություն չունի։ Ավելի ուշ հրապարակվել է բացիկի պատճենը, այն համապատասխանում է թերթի նկարագրությանը։ Նախագահը և Սպիտակ տունը այն կեղծ են համարում, Թրամփի իրավաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Արտեմիս 2 առաքելության վերադարձից հետո համացանցի աստղ է դարձել տիեզերագնացներից մեկի շունը։ Տիեզերագնաց Քրիստինա Քոքի շունը անհամբեր սպասում էր տիրոջը։ Տեսանյութում երևում էր շան մեծ ոգևորությունը, կենդանին վազվզում էր սենյակում, ամեն կերպ ցույց տալով իր ուրախությունը։ Քոքը տեսանյութ է հրապարակել Instagram-ում, նա կիսվել է իր հույզերով, աստղագնացը գրել է. «Ես վստահ եմ, հանդիպման ավելի երջանիկ կողմը ես էի»։ Տեսանյութում նրանք միասին վայելել են ծովափնյա զբոսանքը, միասին վազել ալիքների մեջ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ ԱՄՆ իշխանությունները առգրավել են մոտ 50,000 չորացած շնաձկան լողակ։ Դրանք տեղափոխվել են ավտոպահեստամասերի անվան տակ։ Առգրավումը կատարվել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Այս մասին գործակալությունը հայտնել է երկուշաբթի օրը։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավելի քան 1600 ֆուտ ապրանք։ Դրա արժեքը գերազանցում է $1 միլիոն։ Ապորինի բեռը եղել է 20 տարբեր առաքումներում։ Առաջին բեռը հայտնաբերվել է Ալյասկայի Անքորեջ քաղաքում։ Այնուհետև նման բացահայտումներ են եղել Քենթաքիում և Օհայոյում։ Լողակները Մեքսիկայով ուղարկվել են Հոնկոնգ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ձկնաբանության և այրի բնության ծառայությունը։ Գործակալությունը հայտնում է լողակների ցնցող քանակը մեծամասամբ մետաքսյա և մեծաչք շնաձկներից էր։ Այս տեսակները պաշտպանված են միջազգային օրենքներով։ Հակառակ ԱՄՆ առողջապահության նախարարի պնդումներին, խմելու ջրի ֆտորացումը չի ազդում մարդու մտավոր կարողությունների վրա։ Նոր հետազոտությունը հերքում է նախկին վախերը։ Գիտնականները ուսումնասիրել են մինչև 80 տարեկան մարդկանց։ Արդյունքները հրապարակվել են Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում։ Որոշ նահանգներ արդեն արգելել են ֆտորի օգտագործումը։ Քենթաքիում, Լուիզիանայում, Միսսուրիում և Օքլահոմայում նման օրինագծեր են քննարկվում։ Հետազոտողները օգտագործել են Վիսկոնսինի տվյալ։ Նրանք հետևել են ավելի քան 10,000 մարդու 16-ից մինչև 80 տարեկան։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուղեղի աշխատանքի տարբերություններ չկան, ինչը հերքում է ֆտորի վնասակարության մասին պնդումները։ Coachella-ն և Stagecoach-ը տարեկան բերում են $700 միլիոն։ Այս մասին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետը։ Այս փառատոները դարձել են նահանգի տնտեսության շարժիչը, դրանք ստեղծում են ավելի քան 10,000 ժամանակավոր աշխատատեղ։ Նախորդ տարի փառատոնը ընդունել է քառորդ միլիոն այցելու։ Կալիֆոռնիան ամրապնդում է իր դիրքը որպես ժամանցի համաշխարհային մայրաքաղաք։ Փառատոնի առաջին օրը տպավորիչ էր Սաբրինա Քարփենթերի ելույթով։ Բեմում հայտնվել են հոլիվուդյան աստղերը։ Երկրորդ օրը բեմ է վերադարձել Ջասթին Բիբերը։ Նա ներկայացրել է իր նոր և հին հիթերը։ Իսկ կոլումբիացի Քարոլ Ջին առաջին լատինամերիկուհին էր փառատոնի գլխավոր բեմում։ Միջոցառումը ուղեկցվել է նաև որոշակի դժգոհություններով։ Գլխավոր պատճառը տների վարձակալության գների աճն է։ Դրահոսից այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար, թողարկումը շարունակելու է իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Թուրքական ցանցը Ամերիկայում լսեք ու համեմատեք, արդյոք Մանուի ներկայացրած բոլոր կազմակերպություններին եք ծանոթ։ Բարև ձեզ։ Թուրքական ցանցը լուր ու աննկատ գրավել է աշխարհը։ Հարյուրավոր կազմակերպություններ ներառող ցանցը քաղաքական գործիչներ է կաշառում, գիտական նախագծեր ֆինանսավորում, մշակութային փառատոներ ու այլ միջոցառումներ իրականացնում, որոնց բացահայտ կամ քողարկված նպատակը մեկն է՝ ժխտել հայոց ցեղասպանության փաստը եւ վարկաբեկել հայերին։ Այդպիսի բազմաթիվ կազմակերպություններ կան նաեւ ԱՄՆ-ում։ Կալիֆոռնիան հատուկ ուշադրության կենտրոնում է։
Թուրքական ժառանգության ինստիտուտ Turkish Heritage Organization սա սերտորեն կապված է Թուրքիայի իշխող կուսակցության եւ պետական մարմինների հետ։ Նրանց ֆինանսավորման աղբյուրներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Թուրքիայի կառավարության հետ, որը գումարներ է հատկացնում ԱՄՆ-ում փափուկ ուժի կիրառման համար։ Այս ինստիտուտը ծառայում է Անկարայի շահերին, Վաշինգտոնում ձևավորելով ցեղասպանության ժխտման օրակարգ։ Նրանք գործում են որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական խողովակ։ Ամերիկայի թուրքական ասոցիացիաների համագումար ATAA սա հանդիսանում է թուրքական պետական կառույցների հետ փոխկապակցված գլխավոր հարթակներից մեկը։ Իրենց ծրագրերը Կալիֆոռնիայում իրականացնելիս նրանք հաճախ օգտվում են Թուրքիայի գործարար շրջանակների նվիրատվություններից, որոնք սերտորեն կապված են պետական պատվերների հետ։ Կալիֆոռնիայում նրանց գործունեությունը ուղղակիորեն համակարգվում է Թուրքիայի հյուպատոսությունների հետ։ Ֆինանսական հոսքերը հաճախ գալիս են թուրք-ամերիկյան խոշոր բիզնեսներից։ ATAA միջոցառումները հաճախ հովանավորվում են թուրքական պետական ավիաընկերությունների եւ արտահանողների միությունների կողմից։ Այս ընկերությունները Թուրքիայի տնտեսական քաղաքականության անբաժան մասն են։ Կալիֆոռնիայում դպրոցական դասագրքերի դեմ պայքարելու համար օգտագործվող ռեսուրսները գալիս են հենց այս կորպորատիվ աղբյուրներից։ Այս ամենը վկայում է Թուրքիայի պետական լայնածավալ աջակցության մասին, որը թիրախավորում է ամերիկյան կրթական դաշտը, ձգտելով այնտեղից դուրս մղել հայանպաստ ցանկացած ծրագիր։ Թուրք-ամերիկյան բիզնես խորհուրդ TAIK սա անմիջականորեն կառավարվում է Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի կողմից, որն էլ ենթակա է Թուրքիայի առևտրի նախարարությանը։ Նրանց ֆինանսավորումը հիմնված է թուրքական ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների անդամավճարների վրա։ Այս կառույցը ոչ միայն բիզնես, այլև ակտիվ ժխտողական լոբիստական գործունեություն է ծավալում։ Նրանք քաղաքական որոշումների վրա ազդում են ներդրումային խոստումների եւ տնտեսական ճնշումների միջոցով։ TAIK միջոցով թուրքական կառավարությունը ֆինանսավորում է լոբիստական ընկերությունների, որոնք ԱՄՆ կոնգրեսում աշխատում են ցեղասպանության ճանաչման բանաձևերի դեմ։ Ֆինանսները հոսում են թուրքական պետական կապիտալով ընկերություններից, հասնելով ամերիկյան քաղաքական խորհրդատուներին։ Սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, վտանգելով ամերիկյան ժողովրդավարական արժեքները։ Թուրքական բիզնեսը այստեղ գործում է որպես Անկարայի կցորդ։ Թուրքական կոալիցիան Ամերիկայում TCA սա ստանում է ուղղակի ֆինանսավորում թուրք-ամերիկյան բիզնես էլիտայի անդամներից, որոնք պետական պայմանագրեր ունեն Թուրքիայում։ Նրանց գործունեությունը հատկապես Թեքսասում եւ Կալիֆոռնիայում ուղղված է ակադեմիական ռեսուրսները թուրքամետ դարձնելուն։ Նրանք ֆինանսավորում են թուրքագիտական կենտրոններ, որոնք զբաղվում են պատմության կեղծարարությամբ։ Այս կենտրոնները հաճախ գործում են համալսարանների հետ համատեղ պետական պատվերով։ TCA ֆինանսական աղբյուրները ներառում են թուրքական խոշոր բանկերի եւ շինարարական ընկերությունների դրամաշնորհները։ Այս գումարներով նրանք գնում են ակադեմիական ազդեցություն, որպեսզի հարցականի տակ դնեն ցեղասպանության փաստը։ Կալիֆոռնիայի ուսանողները հաճախ ստանում են դրամաշնորհներ թուրքական կառավարության օրակարգին համահունչ աշխատանքներ գրելու համար։ Սա ակադեմիական ազատության կոպիտ խախտում է վճարված թուրքական պետական փողերով։ Այսքանից հետո կարծում եմ լավ եք պատկերացնում, որ Էրդողանի ապրիլ 24-յան ժխտողական հայտարարությունը այսբերգի միայն գագաթն է։ Քիչ առաջ ներկայացվածը ԱՄՆ-ում գործող թուրքական կառույցների միայն մի փոքր մասն է, թերևս ամենաերևացող։ Հավատացեք, բազմաթիվ կազմակերպություններ էլ կան, որոնց մասին միայն դրանց հիմնադիրներն ու պատվիրատուները գիտեն, եւ դրանց բոլորի նպատակը ոչ թե զուտ ցեղասպանության, այլ հայկականության դեմ պայքարն է մնում։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ, համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։